Արմավիրի մարզի Վաղաշապատի Զորավար Անդրանիկի անվան համար 12 հիմնական դպրոցը ներկայացնում է Նախագծային աշխատանք ժողովրդի սրտի զորավարը քարտեզագրելով հայ ոգու եւ ինքնության օզանյանական ուղին Անդրանիկ Օզանյանը հայ պատմության հերոսական էջերից ամենափայլունն է։ Նա ծնվել է Շապին Գարահիսարում, ամբողջ կյանք ապրել պայքարի մեջ եւ իր կյանքը նվիրել ազատությանը։ Մեր նախագիծը խոնարհ նվիրվածություն է զորավարին, քարտեզագրելով նրա կյանքը եւ անցածուղին։ Շապին Գարահիսարում ծնված Անդրանիկը դեռ մանկուց տեսավ անարդարությունը։ Երբ նրա ժողովուրդը օգնության կարիք ուներ, նա ընտրեց ոչ թե հանգիստ կյանք, այլ պայքարի ուղի։ Մուշի ու Սասունի լեռներում Անդրանիկը դարձավ հայ ժողովրդի վահանը, իսկ Բալկանյան պատերազմներում համաշխարհային հերոս։ Նրա անունը դարձավ ազատության խորհրդանիշ ոչ միայն հայերի, այլ նաև բոլոր ճշտվածների համար։ Անդրանիկը չդադարեց հավատալ, որ հայերի հաղթանակը ոչ թե զենքի, այլ ոգու մեջ է։ Մեր թիմը ուսումնասիրեց Անդրանիկ Օզանյանի կյանքը ոչ թե որպես պատմություն, այլ որպես ուղի։ Մենք քարտեզագրեցինք նրա մեզ թողնված բոլոր արժեքները, սովորեցինք աշխատել միասին, ինչպես Անդրանիկի մարտիկները։ Յուրաքանչյուրս ունեինք մեր դերը՝ քարտեզագրող, նկարահանող, մոնտաժող, որի արդյունքում մենք ստեղծեցինք մեր նախագիծը, որպես կապ սերունդների միջև։ Անդրանիկը մեզ սովորեցրեց հավատալ մեր ուժին, նա դարձավ մեր ժողովրդի սիրտը, մեր ոգու զինվորը, նա մեզ հիշեցրեց, որ հայրենասիրությունը գործ է, ոչ խոսք։ Տիգրան, որն է քեզ համար նախագծի նորույթը։ Ինձ համար նախագծի նորույթը Անդրանիկի գործունեությունն է։ Գոր, քեզ համար որն է նախագծի նորույթը։ Ինձ համար նախագծի նորույթը այն է, երբ զինակիցը նկարել է Անդրանիկի մասին համր ֆիլմը։ Մատը, կարծիքով որն էր ազատությունը։ Իմ կարծիքով ամենամեծ ազդեցությունը այն է, որ մենք իմացանք, որ հերոսները այնպիսի մարդիկ են, ինչպիսին, որ մենք ևս հետագան կարող ենք դառնալ այնպիսին, ինչպիսին եղել են նրանք։ Այս նախագծի կիրառելիությունը։ Կիրառելիությունը այն է, որ մեր վերջնարդյունքները կարող են օգտագործվել պատմության դասերին։ Այս նախագծային աշխատանքը դարձավ կետրին է։ Այն վերաբերում է նոր տեխնոլոգիաների եւ այցելությունների հույսանով, որ հերոսի ու կարելի է նաեւ քարտեզագրել։ Այսպիսով մեր նախագծի գլխավոր ձեռքբերումը ոչ միայն պատմություն ներկայացնելն է, այլ այն, որ մենք ինքներս դարձանք նրա շարունակողները, պատմելով Անդրանիկ Օզանյանի մասին ժամանակակից ձևով։